Ազգանունով ոստիկանին, այսինքն ինքը այսօր լրացիչ հարցակնության ընթացքում տվյալ անձանց մատնանշելու է որպես քրեական օրենսգրքով արգելված արգ կատարողների, ինչը ինքնին ձերբակալման հիմք է։ Հաշվի առնելով նաև ձերբակալման առիթի գոյությունը, մասնավորապես քրեական օրենսգրքով արգելված արգի առերևույթ գոյությունը, արդեն նաև ձերբակալման հիմքի գոյությունը, այսինքն տվյալ անձի մատնանշելը որպես քրեական օրենսգրքով արգելված արգ կատարողների, նաև բերել է իր շորերն է ցուցադրելու, այսինքն արգրավելու է նաև հակին եղած շորերը, որի վրա ակնհայտ արկա են բռնության հետքեր, հաշվի առնելով նաև տեղ գտած մնացած տեղեկությունները ավելի քան համոզված ենք, որ իրավական առումով այսօր առաջացել են ոստիկաններին, առնվազն երկու ոստիկանին ձերբակալելու հիմքեր։ Կանի քննչական կոմիտեն թե չէ, կարծում եմ բոլորիս համար պարզ է, որ քննչական կոմիտեն խոշտանգման վարույթներով դրսևորում է շատ խտրական քրեական դատավարություն, ուստի վստահ եմ, որ ոչ մի բան չի փոխվելու, ասեմ ավելին, քննչական կոմիտեն չպիտի սպասեր, որ այսօր Տիգրանը իդենտիֆիկացնի այդ երկու ոստիկաններին։ Այսօրվա դրությամբ առնվազն մենք պետք է ունենայինք թվով 6 ոստիկանների իդենտիֆիկացված տվյալները, պաշտոններ, կոչումներ, անուն, ազգանուններ, բայց մենք ոչինչ չունենք որևէ մի արգարավված փաստաթուղթ, չունենք իդենտիֆիկացված ոստիկաններ, չունենք հարցաքննված ոստիկաններ, չունենք հարցաքննված վկաներ, չունենք դատաբժշկական փորձաքննության նշանակված է, արդյունքը չկա, նշանակված չի, առավել կարևոր է նշանակել ոչ թե Տիգրան Ուլուբաբյանի նկատմամբ, առավել կարևոր է նշանակել ոչ թե Տիգրան Ուլուբաբյանի նկատմամբ, այլ պարզել այդ ոստիկանների տվյալները եւ նշանակել ոստիկանների նկատմամբ, որովհետեւ ոստիկանների ձեռքերի վրա այդ հետքերը շատ շուտ վերացող հետքեր են եւ այս 5-6 օրվա ընթացքում 7 օր է անցել դեռ բարույթով մենք չունենք նշանակ պարզված անձանց տվյալներ։ Ես դրան զուգահեռել օգտվելով նաեւ այս ձևաչափով եթեր ունենալու հնարավորությունից ցանկանում եմ նաև տեղեկացնել, որ 3 եւ այսօր Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը սկսել է շատ լուրջ եւ շատ ակտիվ աշխատանք անձամբ իմ դեմ, երևի թե արանքից հանելու նպատակով տարբեր մարդկանց կանչում, հորդորում են հաղորդում տան այս կամ այն փաստաբանական ծառայությունների մատուցման շրջանակներում նրանց հետ կնքված քաղաքացիական գործարքների, հարկեր վճարելու կամ չվճարելու հետ կապված, այսինքն մի կողմից աշխատում են իմ վրա իմ դեմ հաղորդում ներկայացնեն, ինչ որ մի աշխատանք կատարեն, շատ օպերատիվ են աշխատում։ Պատկերացրեք, այն տիպի են օպերատիվ աշխատում, որ հիշում են անգամ այն անձանց տվյալները, որոնց անձամբ ես եմ մոռացել։ Այդպիսի տվյալներ կարողանում են ձեռք բերել, բայց օպերատիվ տվյալներով պարզել ովքեր են եղել են ոստիկանները, ովքեր Տիգրան Ուլուբաբյանի նկատմամբ բռնություն են գործադրել, մինչև հիմա 7 օր անցել դեռ չեն կարողանում։ Պարոն Երիցյան, ի դեպ նշեցիք, որ ուշադրության կենտրոնում թիրախում հայտնվել եք նաև դուք, հայտնվել է նաև Տիգրան Ուլուբաբյանը, որովհետև իշխանամերձ տարբեր բլոգերներ տարածում են ինչ-որ ինֆորմացիաներ, որ օրինակ Տիգրան Ուլուբաբյանը Արցախում նույնիսկ ինչ-ինչ հոդվածներով մեղադրվել է, այնինչ նշում են հանցակազմ չպարունակող ինչ-որ հոդվածներ։ Խոսքը վերաբերում է քրեական ԼՂ քրեական օրենսգրքի 117 եւ 118 հոդվածներին, ես շատ մեծ ցավ եմ ապրում, որ այդ ինֆորմացիան տարածողները չեն տիրապետում անգամ 117 եւ 118 հոդվածներով ԼՂ քրեական օրենսգիրքը ինչ էր նախատեսում, այսինքն ինչ է նշված ԼՂ քրեական օրենսգրքի 117 եւ 118 հոդվածներում։ Ուրեմն պարզաբան եմ, հենց շատ լավ է, որ Տիգրան Ուլուբաբյանը գտնում է իմ մոտ եւ ի պաշտոն է հայտարարեմ, որ Արցախի Հանրապետության ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի ստացված տվյալների հիման վրա, ժամանակին ստացված տվյալների հիման վրա Տիգրան Ուլուբաբյանը որևէ հոդվածով քրեական օրենսգրքով նախատեսված որևէ հոդվածով դատվածություն չունի։ Այսինքն մարդը երբևէ նախկինում կրիմինալ անցյալ չի ունեցել։ Այդ կրիմինալ անցյալը, որ արհեստականորեն վերագրում են իրեն, իրականում գոյություն չունեցող եւ այսպես ասած fake news է, որ տարածում է իշխանական լրատվամիջոցների կողմից, նպատակը ցույց տալ, որ իբրև Տիգրան Ուլուբաբյանին ոստիկանները ինչ որ բան եղել է, որ կանչել են։ Այս հարամեն ինչի պատասխանը շատ կարճ է եւ շատ տրամաբանական է, թե ինչ որ բան լիներ, Տիգրան Ուլուբաբյանը հիմա ազատության մեջ չէր լինի։ Իսկ 117 եւ 118 հոդվածները վերաբերում են ընդամենը ծեծին, իսկ 10-12 տարեկանում բոլորս էլ այդ ամեն ինչի միջով անցել ենք եւ բոլոր տղաներն էլ իսկ հասկանան մեր լրագրողներից բոլորը կհասկանան, թեկուզ աղջիկները կհասկանան, որ 16-17 տարեկանում բոլորն էլ մեկ անգամ ոստիկանությունում անցել են ծեծի դրվագով։ Այնուամենայնիվ այդ մասով անգամ ինքը դատվածություն չունի, այսինքն կրիմինալ անցյալ Տիգրան Ուլուբաբյանը չունի, որ նայում եք Տիգրան Ուլուբաբյանի միթե եզրակացություն եք անում կամ եզրահանգում եք, որ ինքը ունակ է որևէ հանցագործություն կատարելու։ Ասեմ նաև, ավարտեմ տուժողը գործով, ավազակության գործով տուժողը Տիգրան Ուլուբաբյանը այն վերջի մարդն է, ում կասկածում է տվյալ հանցագործության մեջ։ Պարոն Երիցյան, դուք նշեցիք, որ փորձում են աղավաղել Տիգրան Ուլուբաբյանի կերպարը։ Միայն դրա համար է արվում, թե հերթական անջրպետը ջրբաժանը դնել արցախցի, հայաստանցի այս խոսույթների միջև։ Ընդհանրապես խոշտանգումը երևի թե միակ հանցագործություններից միակն է, երբ որ խոշտանգողները, այսինքն պաշտոնական անձինք, հիմնականում ոստիկաններն ու պարեկային ծառայողները չեն կաշկանդվում տուժողի արցախցի կամ Հայաստանի քաղաքացի
արցախցի լինելու հանգամանքով, այսինքն իրանց համար էական չէ, իրանց համար ավելի էական է դուժողի անօգնական վիճակում գտնվելը եւ հատկապես հաշվի առնելով այն հանգամանք, որ արցախցիները ավելի խոցելի վիճակում են, այսինքն գտնվում են ավելի անօգնական վիճակում, դրա տրամաբանական հետևանքն այն է, որ արցախցիները ավելի շատ են դառնում խոշտանգման զոհ։ 23 թվականից մինչև հիմա ես այստեղ փաստաբանական գործունեություն եմ իրականացնում միջայտ Արցախում, այս 2 տարվա ընթացքում ունեցել եմ միայն ես զբաղվել եմ 35 խոշտանգման դեպքով եւ 35-ից 30-ի զոհը եղել են արցախցի։ Դուք նշում եք միայն խոշտանգմանը, բայց այստեղ նաեւ ինչպես Տիգրանն է պատմել, ոստիկանները ստիպել են նրան իր վրա վերցնել այդ գողության դեպքը։ Սա փաստացի նաեւ հիմք է քննություն սկսելու ոստիկան, այսինքն դրանք հանցագործության մեջ են ներգրավել։ Ոչ միայն այդ հանցագործության հատկանիշները, Տիգրանը նաեւ հասկացա։ Հետքերը այս դեպքում արդեն Տիգրանին ինչպես հավատան։ Ասեմ, ես պարզաբան եմ, նախ ոստիկանությունը պետք է պաշտոնապես պարզաբանի, ինչի իման վրա է 7 ժամ Տիգրան Ուլուբաբյանը գտնվել ոստիկանություն։ Առնվազն տեսագրություններով, ես դրա համար եմ ասում, տեսագրության էլեկտրոնային կրիչները պետք է արգրավեն։ Այսինքն առնվազն մուտքով եւ ելքով ֆիքսում է, որ 7 ժամանան մեջ Տիգրան Ուլուբաբյանը գտնվել է ոստիկանություն։ Հիմա ոստիկանությունը թող պարզաբանի 7 ժամ Տիգրան Ուլուբաբյանի հետ ինչ էին անում։ 1, երկրորդը, եթե ինքը կասկածող է եղել նշված արարքով, ապա ինչու այդ վերաբերյալ որևէ արձանագրություն չի կազմել կամ մարդուց բացատրություն չի վերցվել գրավոր եղանակով։ Այսինքն դատավարական ընթացակարգը պետք է պարզենք դեռևս պահպանվել է, չի պահպանվել, թե օպերատիվ հետախուզական որևէ միջոցառում է ձեռնարկվել իր նկատմամբ, այդ վերաբերյալ եւս արձանագրություն պետք է կազմված լինի։ Դրանով իսկ արդեն ապացուցում է այն, որ Տիգրան Ուլուբաբյանին ոստիկանություն պահել են արցախցի լեզվով ասած Հավայի հենց նստեղը պահել են իրան ոստիկանությունում։ Դա խոսում է նաև ոչ միայն իր վրա վերցնելու, այսինքն լիազորությունները անցնելու ոստիկանության աշխատողների լիազորությունները անցնելու անցակազմի գոյության մասին։ Դա խոսում է նաև ազատությունից ապօրինի զրկելու մասին, խոշտանգման մասին եւ այլ հանցանքների մասին, որոնք բնորոշ են Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայողներին եւ որոնք բոլորը անպատժելիության հետևանք են։ Ես մի քանի հարց ունեմ, նախ խտրականության հետ կապված Տիգրանի հետ զրույցում Տիգրանին ինձ փոխանցեց, որ պետը Լոռու մարզային վարչության պետը ասել է Ղարաբաղցիները լրված եք, չեք ուզում աշխատեք, դուք այդ մասով Տիգրանի հետ ունեցել եք խոսակցություն, կարող եք առավել մանրամասն ներկայացնել, թե ինչ հանգամանքներում է դա եղել։ Շնորհակալություն հարցի համար, ես կրկնում եմ, ես չեմ ցանկանում առանձնացնել եւ ասել, որ Տիգրանի զոհ լինելը պայմանավորված է զուտ իր արցախցի լինելու հանգամանքով։ Ավելի շատ, ինչպես նշեցի, դա պայմանավորված է իր անօգնական վիճակում գտնվելու հանգամանքով, ինչը կապված է նաեւ իր արցախցի լինելու հանգամանքի հետ։ Հասկացա։ Խտրականության մասով նշեմ, սա առաջի դեպք չէ։ Ես ունեմ վստահորդ, 3 նշել եմ, պարույր ազգանունը ներողություն չեմ հիշում, երբ որ բարեկային ծառայողները նրանք կանգնեցին են եւ ասել արցախցիները ձեզ հյուրի նման պահեք։ Այսինքն տեսեք, այդ խոսույթը կամ այդ հայտարարությունը ուղղում է ոչ թե կոնկրետ անձին կոնկրետ դրվագով, այլ ընդհանուր, այսինքն արցախցիները չեք աշխատում, ղարաբաղցիները սենց չեք անում, ղարաբաղցիները այն չեք անում, այսինքն արդեն իսկ պաշտոնատար անձանց կողմից դրսևորում է խտրական վերաբերմունք այս կամ այն անձի նկատմամբ, բայց Տիգրան Ուլուբաբյանի խոշտանգման զոհ հանդիսանալը պայմանավորված էր, կրկնում եմ, իր անօգնական վիճակով, իսկ անօգնական վիճակն էլ որոշ տեղ նաև արցախցի լինելու հանգամանքով։ Եվ այդ ոստիկանների հետ կապված քննչականից նոր տեղեկություն փոխանցել են, նրանք հրավիրվել են քննչական կոմիտե, թե ոչ։ Ես մեծ ցավով եմ հայտարարում, որ եթե ես թվարկում եմ այս գործողությունը չկատարվել, այս չկատարվել, փորձաքննություն, հարցաքննություն եւ այլն, հասկացա։ Միչև հիմա մենք չունենք ոստիկանների իդենտիֆիկացված տվյալներ։ Այն 2 ոստիկանների լուսանկարները, որոնք ես հրապարակել եմ, դա ես ոստիկանների տվյալները բարձել եմ անձամբ իմ նախաձեռնությամբ։ Այսինքն որոշակիորեն որոնողական աշխատանքներ կատարել եւ հրապարակել եմ նրանց լուսանկարները։ Քննչական կոմիտեն 3 հանդիպման ժամանակ մեր հետ խոսում էր, որ մենք տվյալներ ենք իմացել ոմն վերտառությամբ կրկնում եմ կոմիտեի քննիչի ասածը, ոմն գորի մասին, բայց իդենտիֆիկացված տվյալներ ով է հանդիսանում այդ գորը, ինչ կոչում ունի, նրա ազգանունը, նրա տվյալները չունեն։ Այն դեպքում, երբ որ կրկնում եմ, սա ոչ թե պրոֆեսիոնալ քննիչ է, այլ նույնիսկ ուսանողի համար 3-4 րոպեվա աշխատանքի բարձել այդ 6 ոստիկանների տվյալները։ Քննիչի հետ հանդիպեցիք, թե որևէ պաշտոնյայի քննիչ։ Մենք 3 հանդիպել ենք ՀԿԳ, այսինքն հատուկ կարևորության գործերով քննության վարչության պետի տեղակալի հետ, խոշտանգումների բաժնի պետի հետ եւ գործով վարույթն իրականացնող քննիչի հետ։ Պարոն Երիցյան, հարցաքննվել է արդեն այսօր։ Ոչ։ Ժամը քանիսին։ Ժամը ես հիմա շտապում եմ, սպասում եմ ավարտենք, այո, մտնում ենք հարցաքննության, մտնում ենք մատնանշելու այն ոստիկաններին, մտնում ենք քննչականին օժանդակելու, մատնանշելու այն ոստիկաններին, ովքեր են եղել են ոստիկանները, ովքեր խոշտանգել են Տիգրան Ուլուբաբյանին, ինչպես նաև քննիչի առջև ցանկանում ենք հանել եւ ցույց տալ Տիգրան Ուլուբաբյանի բռնության հետքեր, Տիգրան Ուլուբաբյանի վրա, շորերի վրա արկա բռնության հետքերը։ 6-ներ գիտեք, 6-ի անուններն գիտեք, Ոչ, մենք գիտենք ընդամենը 2-ի անուններ, բայց Տիգրան Ուլուբաբյանը պատրաստ է ոստիկանության 100 ծառայողների, 100 չէ, 1000 ծառայողների միջից
ցույց տալ այն դեցին, ովքեր խոշտանգում են իրականացնել։ Այսինքն նկարներ պետք է դնեն ձեր առջև, Թեկուզ ճանաչման գործողություն կարող է իրականացվել, այդ ճանաչումը կարող է արտահայտվել եւ լուսանկարներով եւ մարդկանց ցուցադրելով, բայց կարելի է օպերատիվ հետախուզական միջոցառումներ ձեռնարկելով կարելի է նաև օպերատիվ հետախուզական միջոցառումներ ձեռնարկելով, այսինքն Տիգրան Ուլուբաբյանի հետ անցնել եւ ասել ցույց տուր դու ես ոստիկանի, հետո այդ ամեն ինչը կազմակերպել։ Ես չէ որ պետք է սովորեցնեմ այդ աշխատանքները եւ ես չէ որ պետք է ասեմ ինչ կերպ պետք է միջև հիմա բարձրային ոստիկանների տվյալները։ Առաջին անգամ, երբ հարձակվվել է որպես դուժող, այդ ժամանակ այդ ձեր նշած գործողությունները ինչու չեն արել։ Արել են թե ոչ ինչու չեն արել։ Չեն արել, հենց հարցը նրանում է, որ չեն արել, որովհետեւ վարում են пассив նախաքննություն, շատ пассив նախաքննություն։ Այդ տեսեք, այսօր հավաքի համար տեսեք ինչքան մարդ հավաքվել, ուժ, ջանք, երան չեն խնայում, բայց նախաքննության այո, բայց նախաքննությունն իրականացնող մարմինը քննիչը պետք է օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանրահարական տա հենց ոստիկաններին, որպեսզի կատարեն որոշակի գործողություններ։ Չեն կատարում, այդ ամեն ինչը իրականում չի կատարում։ Ասեմ ավելին, հաղորդումը ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտե, հենց այս փոստարկողն եմ ես ներկայացրել, չեմ խոսում ԶԼՄ-ների հրապարակումների մասին։ Չգիտես ինչու բարույթը նախաձեռնել է Լոռի մարզային քննչական վարչությունը։ Երևի միգուցե հապճեպ որոշակի գործողություններ կատարելու նպատակով, բայց պատշաճ նախաքննական մարմին, այսինքն մարմինը, որ գործով պետք է իրականացնել նախաքննություն, հանդիսանում է խոշտանգումների վարչությունը։ Միայն 3 կեսօրին ես կարծում եմ սա արհեստական ձգձգում էր։ Արհեստական ձգձգում էր պայմանավորված որոշակի հանգամանքներում։ Միայն 3 կեսօրին գործը հասնում է պատշաճ քննիչին, այսինքն բարույթն իրականացնող պատշաճ մարմնին։ Միգուցե այսպես փորձում էին արագ աշխատել, որ Տիգրանին շուտ հասցնեին այնտեղ հարցը, բայց դրա փոխարեն կարելի է կապ հաստատել իմ հետ եւ Տիգրանին ասել, որ ներկայանա այստեղ։ Տեղյակ եք դատաբժիշկը ինչ վնասվածքներ է արձանագրել։